Այսօրվա մեր թեման ասկարիդոզն է։ Ասկարիդը բավականին հասուն մանկաբույծ է, խոշոր չափերի, երկարությունը 25-ից 40 սանտիմետր, սպիտակ կամ վարդագույն։ Ասկարիդի հասուն ձևերը կարող են գտնվել մեր բարակ աղիներում, սակայն իրենց միգրացիայի շրջանում կարող են գտնվել մեր ստամոքսում, շնչափողում, սրտի մեջ, գլխուղեղում եւ կախված նրանից, թե նրանք որ օրգան համակարգով են անցնում, այդ օրգան համակարգի կողմից նրանք առաջացնում են կլինիկական նշաններ։ Էգը օրական կարող է դնել 250,000 անհաս ձու։ Վարակի միակ աղբյուրը հանդիսանում է մարդը։ Մենք վարակվում ենք եւ մեր սննդում օգտագործում ենք մրգեր եւ բանջարեղեններ, որոնք վարակված են ասկարիդի ձվերով։ Վարակը կատարվում է կոնտակտ կենցաղային ճանապարհով, այս հիվանդությունը կոչվում է նաեւ անլվա ձեռքերի հիվանդություն։ Ըստ ՎՕԶ-ի տվյալների յուրաքանչյուր տարի 1 միլիարդ մարդ կարող է հիվանդանալ ասկարիդոզով։ Առավել հաճախ ասկարիդոզը տարածված է գյուղական շրջաններում, իհարկե քաղաքաբնակների մոտ էլ է այն հանդիպում եւ նշեմ, որ Հայաստանում այն առավել տարածված պարազիտների թվին է պատկանում։ Հիվանդության զարգացման փուլում մենք տարբերակում ենք երկու էտապ։ Առաջին էտապը դա միգրացիայի փուլն է, երբ ուղղակի հիվանդի մոտ կարող են դիտվել ալերգիկ երևույթներ։ Հիվանդը կարող է ընդհանրապես չիմանալ, որ իր մոտ առկա է պարազիտը։ Դիտվում են ալերգիկ դերմատիտներ, ատոպիկ դերմատիտներ, կրկնվող բրոնխիտներ, թոքաբորբեր։ Հիվանդի մոտ կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը, դիտվում է լիմֆադենոպաթիա։ Երկրորդ էտապը աղեստամոքսային տրակտի կողմից է դիտվում եւ նկատում ենք դիսպեպտիկ երևույթներ, սրտխառնոց, լուծ, որովայնում տարբեր ուժգնության ցավեր, բացի այդ ծանր դեպքերում նյարդային համակարգն է տուժում եւ երեխայի մոտ ընկնում են մտավոր եւ ֆիզիկական ունակությունները, ծանր դեպքերում կարող են դիտվել նաեւ տոնիկ, կլոնիկ ցնցումներ, էպիլեպտոիդ ցնցումներ կարող են դիտվել, դա արդեն բարդությունների ժամանակ է դիտվում։ Ասկարիդոզի բարդություններից է համարվում, երբ նրանք կուտակվելով որևէ օրգան համակարգում կարող են առաջացնել անանցանելիության պատկեր, օրինակ աղիքներում նա կարող է բերել աղիքային անանցանելիության, կարող է բերել որդանման ելունի բորբոքմանը, կարող է առաջացնել մեխանիկական դեղնաղտ։ Ախտորոշումը կատարվում է կղանքում ասկարիդի ձվիկների հայտնաբերման կոպրովոսկոպիկ մեթոդով։ Բուժման ժամանակ պետք է հատկապես կատարել տարբերակիչ ախտորոշումը, նոր ստանալ համապատասխան բուժում, որովհետև եթե ծնողները պարբերաբար երեխաներին կերակրում են հակապարազիտային դեղորայքներով, այդ դեղորայքները կարող են ունենալ հեպատոտոքսիկ ազդեցություն։